Երևանցիներ, ահա գարնան այս առաջին օրերին Հայաստանի ազգային պատկերասրահը ուրախացնում է մեր արվեստասերներին գարնանային իր առաջին ցուցահանդեսով, որի խորագիրը ինքնին խորհրդանշանական է։ 1998 գարուն հույս։ Ընդունենք, որ այդ հույսը, որ դարերով փայփայել է մեր ժողովուրդը, այս ժամանակներում ավելի կարճ ժամանակում հույսը դառնա իրականություն։ Այսօր բացվում է հայ երիտասարդ նկարիչների ընկերության ցուցահանդեսը եւ ուրախ ենք, որ ազգային պատկերասրահը հնարավորություն ունեցավ իր դահլիճները տրամադրելու այս ցուցահանդեսի բացման։ Այն հավատով, որ մեր երիտասարդ նկարիչները ավելի պատասխանատվության զգացումով կհամակվեն, որովհետև այսօր իրենց առիթ են ձեռնված ներկայացնելու իրենց գործերը մեր թանգարանի, մայր թանգարանի դահլիճներում։ Ես ուզում եմ ողջունել և միաժամանակ շնորհավորել մեր բոլոր նկարիչներին և մաղթել, որ այս ցուցահանդեսը մեր դահլիճներում չլինի վերջինը, այլ հաջորդ ցուցահանդեսը ավելի հույսով լեցուն կրկին բացվի պատկերասրահը։ Ամեն անգամ, երբ մտնում եմ մեր ֆիլհարմոնիայի դահլիճը, այնքան եմ հոգևորվում, որ երբ մեր ժողովուրդը, երաժշտասեր ժողովուրդը լցնում է ամեն անգամ համերգային դահլիճները։ Եվ այդ բարի նախանձով լցված աշխատում ենք, որ պատկերասրահի դահլիճներն էլ միշտ լեցվեն մեր արվեստասերներով։ Համոզվեք, որ սա ձեր տունն է, համոզվեք, որ այստեղ անպայման հոգևոր մի սնունդով պիտի վերադառնաք տուն, եւ ես ամենամեծ բացարձակ եմ, որ մեր ժողովուրդը երիտասարդությունը օրեցօր ավելի շատ կապվի մեր արվեստին, մեր մշակույթին, որպես հավիտենական հոգեճաշի, հավիտենական հոգևոր սնունդ առնելու։ Թույլ տվեք շնորհավորել այս ցուցահանդեսի բացման առիթով և հղել լավագույն մաղթանքներ։ Անչափ ուրախ եմ այսօր մասնակիցը լինելու այս ցուցահանդեսի սիրելի արվեստասեր հայրենիք։ Ուրախ եմ հատկապես այն պատճառով, որ այս ցուցահանդեսում հիմնականում ցուցադրված են մեր երիտասարդ նկարիչների գործերը։ Յուրաքանչյուր ցուցահանդես մի նոր խանդավառություն է ծնում այսօր մեր հոգում, որովհետև այսպիսի առիթները այնքան էլ հաճախակի չեն մեր կյանքում, ավելի վերջին տարիներին սակավ են դարձել։ Եվ անհրաժեշտ է մեր ժողովրդի զավակած համար այս խանդավառությունը, այս ոգին, որ ստեղծվում է նկարիչների կողմից,
նրանց գույներով, նրանց պատկերներով, նրանց աշխատանքներով, այդ գույները ուրույն տրամադրություն են ստեղծում յուրաքանչյուրի մոտ, յուրաքանչյուր անձի հոգուն համահունչ և նաև նպաստում են մեր ժողովրդի զավակած ճաշակի կերտման։ Յուրաքանչյուր նկարիչ, հատկապես երիտասարդներ, իրենց ուրույն հայացքը ունեն, իրենց ուրույն ընկալումը կյանքի աշխարհի և բնության մեջ դրսևորվող այս կամ այն երևույթի, որոնք անցկացնելով իրենց հոգու միջով, իրենց ներաշխարհի միջով արտահայտում են պատկերներով և նաև նպաստում, որպեսզի մենք էլ մի պահ իրենց հայացքով դիտենք մեզ շրջապատող բնությունը, մեր կյանքը, երևույթները այդ կյանքում։ Բնականաբար չենք կարող ակնկալել, որ յուրաքանչյուր պատկեր և նկար և գործ, որ այստեղ ցուցադրված է, համահունչ լինի մեր զգացումներին, մեր ընկալումներին, մեր աշխարհայացքին։ Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր պատկեր այդուհանդերձ ներգործում է մեր հոգու վրա, մեր հոգեկան ներաշխարհի վրա և համապատասխան տրամադրություն ստեղծում։ Ես կուզեմ, որ այս գույները, որոնց մենք առնչվում ենք այսօր այս նկարների միջոցով, գարնան այդ գույները, զվարթուն այդ գույները, ստեղծեն յուրաքանչյուրի հոգում այն զգացումը, որ դարձել է վերնագիր այս ցուցահանդեսի, այսինքն յուրաքանչյուրի հոգում ծնեն հույսեր, լավատեսության ոգի, դեպի մեր կյանքի վաղվա օրը, դեպի արվեստի ծաղկում, բարգավաճում, այս նոր երիտասարդ սերնդի հասակ առնում, ամուր ուրեմն ճանապարհի կերտում արվեստի ասպարեզում։ Ես իմ ջերմագին բարեմաղթություններն եմ բերում երիտասարդ մեր նկարիչներին և արվեստագետներին և մաղթում, որպեսզի նրանց ձեռած գործերը լինեն առավել բազում, նրանց վրձինը բեղում և կարողանան իրապես մեր հոգու, մեր զգացումների և մեր մտայնության հարազատ արտահայտիչները լինել։ Շնորհավորում եմ։ Առաջի անգամ չէ, որ շփվում եմ իրենց հետ և առաջի անգամ չէ, որ վկա եմ լինում մի շատ կարևոր և հետաքրքիր փաստի։ Խոսքս կազմակերպիչի մասին է, խոսքս նաև տնօրենի մասին է կենտրոնի Հաչիկ Աբրահամյանի, որ դեռևս 90 թվականին ստեղծելով այդ կենտրոնը իր շուրջը համախմբեց երիտասարդ շնորհալի արվեստագետների և տարիներ, մենք գիտենք, թե 90 թվականից հետո ինչ տարիներ եկան, երբ որ մեր արվեստագետները, մեր շնորհալի տղաները սրվելով տարբեր երկրներ, իրենց հոգու կարողությամբ ստեղծելով ամենայնիվս վաճառքի են դնում այն, ինչ որ ստեղծում էին, որտեղ ապրել էր պետք։ Աբրահամյան Հաչիկի շնորհիվ, այս կենտրոնի շնորհիվ երիտասարդներ հավաքվեցին, ոչ մեկը չցրվեց, Հաչիկը կարողացավ ցուցադրել նրանց տարբեր տեղեր, տարբեր երկրներում, տարբեր ցուցասրահներում և որպես օրենք ամեն տարի այդ բոլոր ցուցադրություններից հետո ինքը անպայման ներկայացնում էր այդ արվեստագետների նաև Հայաստանում, այստեղ Երևանում։ Ես ուզում եմ առանձնակի նշել դա, որովհետև այսօր մենք ունենք հրաշալի նկարիչներ, հրաշալի արվեստագետներ, բայց գեղեցիկ է, հաճելի է, հրաշալի է, որ ունենք նաև նկարիչ և կազմակերպիչ տնօրեն նման մի անհատականություն, որը ճանաչելով նրանց կարողանում է համախմբել, կարողանում է նրանց չթողնել, որպեսզի ցրվեն, որպեսզի գնան, ինչպես ասում են, իրենց ստեղծածը չդառնա
այդ հավաքվեն այստեղ, ստեղծեն, ցուցադրվեն, ներկայանան իրենց ժողովրդին եւ արդյունքում հաստատենք եւ իմանանք մի կարևոր բան, որ գոյություն ունի հայ կերպարվեստ, գոյություն ունի հայ նկարչություն, գոյություն են հայ արվեստագետներ եւ այդ գոյության փաստը այսօրվա այս ցուցահանդեսն է նաեւ եւ շնորհիվ այս ցուցադրության, շնորհիվ Խաչիկի ջանքերի մենք այսօր եւս մի անգամ համոզվում ենք, որ մեր արվեստը երկար ճանապարհ ունի մեր արվեստը ներհատուկ մի տվյալություն ունի իր մեջ եւ ոչ մեկը ոչ մի ձևով չի կարող այս ճանապարհը երբեք այս ճանապարհը փակել։ Այս շնորհակալություն եմ հայտնում բոլորին այս ցուցադրության համար Խաչիկ Աբրահամյանին առանձնապես եւ ցանկանում եմ որ նրա գործունեությունը հետագայում շարունակի եւ շատ ցանկանայի իմ նկարիչների հայ երիտասարդ նկարիչների գործունեությունը ունենայի ցածրահ ունենայի տեղը եւ ոչ թե թափառական ձևով տեղիներ անպայմանացված դա մեզ համար շատ կարեւոր է։ Երկու խոսքով ուզում եմ բոլոր այս ցուցահանդեսի ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնել, բազան շնորհակալություն որին որ մասնակցեցիք մեր ցուցահանդեսին, շնորհակալություն հայտնել մեր պատվիրասրահի տնօրեն Բարեն Խաչատրյանին եւ այսօրվա արվեստասեր հասարակությանը որ հարգեցան մեր ցուցահանդեսը եւ այսօր մեզ հետ միասին կողմում են այս գեղեցիկ օրը։ Ասեմ, որ մասնակիցներից 20 հեղինակներ են, քանդակագործ, նկարիչ։ Ումա բոլորն էլ արդեն մի քանի րոպեից կնայեք ցուցահանդեսը եւ ձեր կարծիքը դեր դասեք։ Հիմնական գաղափարը եղել է այսերի կարող այս արտահայտությունը, որը որ կապված է այսօրվա մեր իրադարձությունը Իսկ ումա յուրաքանչյուր մեր հայ ժողովրդի մեջ ստացի այս հույսը, որը որ այսօր գնվում է նկարիչները ուզեցան այս ցուցահանդեսով այդ սերի գարուն դավանները ասել։ Ես ուզում եմ իմ կողմից բոլորին շնորհավորել եւ ցանկանում որ հաջորդ ցուցահանդեսները դել ավելի լավ լինեն։ Շնորհավորում եմ բոլորին։ Շնորհակալություն։ Ցուցահանդես համարի կացված։ Շնորհակալություն։
Անդրադարձ։ Հայկական